Վանն այս աշխարհում, արքայությունն այն աշխարհում, Տուշպա, Տոսպ, Վանտոսպ, Երվանդավան։ Այսպիսի անվանումներ է ունեցել հայոց առաջին մայրաքաղաք Վանը։ Ամենից առաջ Վանի լճի այս ափին էր, որ ճոխացավ մի նշանավոր կուլտուրա եւ կազմավորվեց մի մեծ պետություն։ Երևան եկավ մի իսկապես մեծագործ ժողովուրդ, որին կարծես վիճակված էր մի խոշոր եւ երկարատև դեր համաշխարհային պատմության մեջ, բայց որ ենթարկվեց մի տարօրինակ ճակատագրի, կորցնելով իր անկախությունը Քրիստոսից մոտ 600 տարի առաջ, նա բոլորովին անհայտացավ, չթողնելով իր անունն անգամ պատմության մեջ։ Հույն մատենագիրները ոչինչ չէին գրել այդ ժողովրդի մասին, ուստիև նա թաղվեց կատարյալ եւ անթափանցելի խավարի մեջ, սակայն մնաց այդ կորած ժողովրդի մայրաքաղաքը Վանը, եւ մնացին այդ ժողովրդի գրությունները Վանի միջնաբերդի ժայռերի վրա։ Այսպես է նկարագրում քաղաքամայր Վանը պատմաբան Լեոն։ Վերջինիս նշած գրություններից մեկն էլ հանդիսացավ քաղաքի հիմնադրման պատմության բացահայտման բանալին։ Շինարարական աշխատանքների եւ հիմնադրի մասին ակադերեն արձանագրությունը պահպանվել է Բերդապարսպի վրա, եւ այսպես Քրիստոսից առաջ 830-ական թվականների վերջին Սարդուրի առաջին արքան Վանալճի ափին հիմնադրեց Տոսպ կամ Տուշպա մայրաքաղաքը։ Լճափին բարձրացող հսկայածավալ բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով եւ հզոր աշտարակներով անմաչելի մի ամրոց։ Դարերի ընթացքում քաղաքը քանիցս ավերվեց եւ վերաշինվեց։ Այն իր զարգացման ողջ ընթացքում եղել է հայաբնակ մինչև 1915 թվականը։ Ցավոք, ներկա պահին քաղաքը գտնվում է Թուրքիայի տարածքում եւ երբեմն հզորագույն ուրարտական թագավորության հարուստ եւ շքեղ մայրաքաղաքը վերածվել է քրդաբնակ գավառական քաղաքի, բայց ինչպես ժողովուրդն է ասում, հողը միշտ էլ սպասում է իր իրական տերերին։ Դե ինչ, այս անգամ հայ հետքը հայոց առաջին մայրաքաղաք Վանն էր, իսկ մենք գնում ենք գտնելու հաջորդը։